Ուրեմն հարգելի ուսանողներ, եկեք հիմա անցնենք հաջորդ պարագրաֆին։ Հարթությունները եւ գծերը տարածության մեջ։ Ընդ որում դուք հավանաբար նկատեցիք, որ նախորդ պարագրաֆը, այսինքն ուղիղ գիծը հարթության մեջ, լավ շատ մանրամասն ասվեց, մի քիչ ավելի մանրամասն գուցե քան պետք էր, հաշվի առնելով որ դուք առաջի կուրսում անցել եք դա, դրա համար հիմա եռաչափի դեպքում մի քիչ ավելի տեմպով ենք անցնել, ավելի արագ ենք անցնելու։ Լավ, ուրեմն մենք ենթադրենք գտնվում ենք R3 տարածության մեջ։ Եվ մի հատ հարթություն ունենք, որ անցնում է O կետով։ Եկեք գնանք 2-3 անենք, այս ձախ կողմի հարթությունն է, որ անցնում է O կետով։ Նայեք, եթե միայն գիտենք n, որ ինքը անցնում է O կետով, եւ իրան էլ մի հատ ուղղորդ վեկտոր տանք։ Ուղղորդ վեկտորը այս d-ն է, ինչ է նշանակում ուղղորդ վեկտոր, նշանակում է մի հատ O-ից տարբեր կետ ենք վերցնում մեր հարթության վրա եւ սա դառնում է իր ուղղորդ վեկտորը։ Հիմա դուք ինձ ասեք, եթե հարթությունը, որ անցնում է O կետով եւ ունի այս ուղղորդ վեկտորը, միարժեքորեն ինքը որոշված է թե ոչ։ Որոշված է։ Մի հատ ուղղորդ վեկտորը հարթությանը որոշում է Չէ, միարժեքորեն։ որոշված չի, կարանք թեքնիկ այդ հարթությունը այդ։ Ահա, տեսեք, եթե փորձենք այս հարթությունը այսպես պատկերացնենք, այս էլ իր ուղղորդ վեկտորն է, այս էլ O կետն է, որտեղով ինքը անցնում է, այսպես։ Տեսեք, նույն O կետով, այս նույն ուղղորդ վեկտորով բազմաթիվ անվերջ քանակությամբ հարթություններ կարող են անցնել։ Այսինքն, եթե պատկերացնենք, ահա այս առանցքի շուրջ պատտենք մեր մեր հարթությունը, բա անթիվ քանակությամբ հարթություններ ունեն նույն ուղղորդ վեկտոր, այսինքն այսքանը բավարար չի։ Եկեք սենց անենք, մի հատ էլ կետ վերցնենք եւ մի հատ էլ ուղղորդ վեկտոր վերցնենք, երկու ուղղորդ վեկտոր։ Անու դնենք k, այնքան որ այս երկու կետերը եւ on չլինեն համագիծ։ 3 հատ ոչ համագիծ կետերը ինչ են անում, հարթությունը միարժեքորեն որոշում են։ Այսինքն ստացվեց d-ն կան, on եւ o սկզբնակետը որոշեցին այս մեր հարթությունը միարժեքորեն։ Լավ արեցին, հիմա այն անցած պարագրաֆի խոսակցությունը սկսենք զարգացնել այս ուղղությամբ։ Վերցնենք պատահական կետ A, x, y, z կոորդինատներով, տանենք իր ստեղից k-ին ու d-ին զուգահեռներ, հետո ստեղից շարունակենք այս գծերը, զուգահեռագիծ չստացվեց արդյոք։ Եթե զուգահեռագիծ է, ապա այս կետը եթե վերցնենք, նայեք, այս վեկտորին հələ նայեք։ Սա t անգամ d-ն չի, սկալար անգամ d է։ Բա այս վեկտորը ով է։ Դեր ուրիշ սկալար անգամ կանա։ Էս էլ մինչև s անգամ կանա։ Եթե այդպես է, ապա այս անկյունագիծը, որը v վեկտորն էր, ընթացիկ վեկտորն էր, չէ՞, մեր հարթության վրա գտնվող, դա դուք ասեք, ինչ տեսք կունենա։ Տեդեին գումարած SK։ TD plus SK։ Սա այն անցած պարագրաֆում վեն հավասար է TD-ի ոնց որ ընդհանրացնում է եռաչափ դեպքի համար։ Լավ, սա լրիվ միարժեքորեն եւ շատ լավ նկարագրում է հարթությունը, բայց թերությունն է նա, բա որ հարթությունը, բա որ 0-ով չանցնի, O կետով չանցնի, ինչ անենք։ Թե O կետով չանցնի, վերցնենք այդ մեր պատահական վերցած հարթության վրա մի հատ կետ վերցնենք P, որը անվանենք դիրք, այս OP-ն էլ անվանենք դիրքային վեկտոր եւ նշանակենք փոքրատառ P-ով։ Հիմա վերցնենք պատահական ընթացիկ կետ A մեր հարթության վրա, x, y, z անհայտ կոորդինատներով։ Այս կետից ես կարող եմ մի հատ զուգահեռ տանել P-ին, գամ հասնեմ ընկնեմ այս մեր մյուս հարթության վրա։ Ֆիքսեմ այս կետը։ Այդ կետը միացնեմ O-ին եւ ստեղից էլ մի հատ էլ այս A-ից էլ միացնենք P-ին։
այստեղ մի հատ մեծ գեղեցիկ զուգահեռագիծ էլ ստեղ ստացվեց, տեսակ։ Եթե սա զուգահեռագիծ է, ապա այս մեր v-ն հավասար է p, նայեք, գրենք v-ն հավասար է p այս p-ն, պլյուս ահա այս սա, բայց սա չէ, որ գտնվում էր մեր մյուս հարթության վրա, ուրեմն սա էլ իր հերթին նոր մենք գտել էինք, որ ինչ է, td պլյուս s կա, ինչ որ s-ի և t-ի համար, ստեղից ստացանք այս հավասարումը, որը կոչվում է p դիրքով կամ p դիրքային վեկտորով և dk ուղղորդ վեկտորներով կամ ուղղություններով տրված հարթության վեկտորական հավասարում։ Բայց մի հատ կան, այնտեղ որ մեր v ընթացիկ վեկտորը ֆիքսած չի, բայց եթե p կետը open ֆիքսված է արդեն, այդ դեպքում մենք կամայական ենք վերցնում, թե հենց այն անենք վերցնում, որով որ կարանք այդ զուգահեռագիծը կառուցենք։ Դե տեսնում եք, ոնց որ ուզած մի հատ sense նկար պետք է նկարենք։ Պատահական հարթություն վերցրեցինք P։ Մի հատ պատահական կետ իրա վրա վերցնում եմ։ Լատիներեն P, սա բան P է, ասպես math calligraphic։ Սա մեր open-ը, ճիշտ է։ Ստեղ վերցրեցի պատահական կետ A։ Այս կետից կարող եմ մի հատ սենց զուգահեռ տանեմ այն ուղղությամբ։ Այս մյուս ուղղությամբ էլ կարող ենք տանենք։ Հիմա կարող եմ ես ֆիքսեմ O կետից տանեմ մի հատ հարթություն, որը որ զուգահեռ է մեր P-ին։ Եղավ այս հարթությունը։ Անուն դնեմ P'։ Քանի որ այս մեր L ուղիղը հատվում է P-ի հետ, P'-ն էլ զուգահեռ է P-ին, համաձայն եք, որ մեր այս L ուղիղը կհատվի նաև P'-ի հետ։ Ստացվեց զուգահեռագիծը։ Պարզ է, քայլերի հաջորդականությունը կառուցում։ Այնտեղ ձեր մոտ մեր կառուցման հարմարության համար մենք սկսել էինք այս P'-ի նկարելուց, ձեզ թվում էր, թե այս A կետը անպայման զոռով այնց տեղ եմ ընտրել, որ գա ընկնի точно ահա այս կետի վրա։ Չէ, այդպես չի։ Ան ինքը պատահական կետ է։ Նայեք, ան ինքը պատահական կետ է։ Այս զուգահեռ տայել եմ ընկել է ինչ որ պատահական A կետի վրա ստեղ, բայց կամայական A կետի համար այս հարթության մեջ մենք արդեն այս նախորդ այս կառուցվածքը կարող ենք անենք։ Ան եթե հանգարց ստեղել լներ թարսի պես մի հատ ուրիշ կետի համար, էլի էս T-ն ու S-ը կգտնվեր, այս նկարը վերակառուցվեր։ Ինչևիցե մենք ստացանք P դիրքով եւ DS ուղղություններով հարթության վեկտորական հավասարումը։ Եթե մենք ունենք վեկտորական հավասարումը, վեկտորական հավասարման մեջ այս v-ն փոխարինենք x, y, z-ով, որոնք անհայտ են։ P-ն փոխարինենք P1, P2, P3 հայտնի թվերով, սա փոխարինենք D1, D2, D3-ով, սա էլ K1, P2-ով, հուսով եմ, որ ոչ մեկին մոտ հարց չի առաջացնում, մանավանդ են նախորդ պարագրաֆի մեջ երկչափ դեպքի դիտարկումից հետո ոնց է ստացվում այս սիստեմը։ Սա էլ կոչվում է տարածության մեջ այդ հարթության պարամետրական հավասարում։ Նայեք, այս ընկերը, սա որ ստեղ վերցնենք, այս սա
P-նա, S-քանը, D-նա, N-քանն էլ կանա։ Հիմա նույն կերպ, այստեղ ինչ-որ վարժություններ են գրված, հարթության համար արեցինք այս վարժությունները, այստեղ եկեք վրայից անցնենք, գործնականին կանենք։ Հիմա եկեք մի հատ ուրիշ ձևով նկարագրենք, նորմալի օգնությամբ դարձյալ նկարագրենք մեր հարթությունը։ Կրկին, քանի որ հարթության դեպքում, երկչափի դեպքում մանրամասն քննարկել ենք, մի քիչ ավելի արագ ենք գնալու ստեղ։ Տեսեք, եթե մի հատ O կետ կա եւ այդ O կետով տրված է նորմալ։ Այս նորմալով եւ O կետով միաժեքորեն որոշվում է արդյոք O կետով անցնող հարթությունը։ Միաժեքորեն է որոշվում։ Այդ նորմալը ու հայացը հարցան չէ։ Այո։ Տեսեք, չմիարժեքորեն չէ։ Միաժեքորեն է, եթե նայեք, այստեղ տեսեք, եթե ասենք պատկերացնենք հարթությունա, այս էլ O կետն է, որովից ինքը պիտի անցնի։ Եթե մենք ֆիքսում ենք իր նորմալը, էլ ինքը ֆիքսվեց մնաց, չի կարող ասենք խաղալու առավելություն, շարնիրով չի միացած, ֆրֆռալու առավելություն չունի։ Նորմալով ինքը միաժեքորեն որոշվում է։ Եթե կետը տրված չլիներ, չէր կարողանա, չէ։ Ես ասում եմ O-ն ֆիքսած է։ O-ով անցնում։ Հիմա եթե ֆիքսած է, հիմա համաձայն եք, որ ինչ ուղիղել, ինչ այլ վեկտոր էլ վերցնեմ, S վեկտորը, չգիտեմ S վեկտորը, թե որ վեկտորը, դրանք բոլորը այս մեր n-ին պարտավորեն ինչ լնել, օրթոգոնալ լնել։ Լավ, հիմա մի քիչ ավելի բարդացնենք պատկերը, թող սա անպայման չի O-ով անցնում, այդ պատահական P կետով անցնում։ Պատահական P կետով անցնում, այս մեր P հարթությունը, ինչ անենք։ Վերցնենք նրա վրայի ընթացիկ կետը an, S կետից զուգահեռ տանենք P դիրքային վեկտորին, հենց հատվենք տանենք սենց, ստեղից է տանենք սենց, էլի ստացվեց զուգահեռագից։ Զուգահեռագիծը ստացվեց։ Այս վեկտորը P-an, դա որն է, V-ից մինուս P-ն, S V-ն է P-ն, դա մինուս P-ն է, ուրեմն այս սա էլ է V մինուս P-ն։ Բայց սա արդեն թարսի պես ընկած է այն սկզբի հարթության մեջ։ Ուրեմն այս V մինուս P-ն ինչ է, մեր n-ի հետ ինչ է։ Օրթոգոնալ է։ Եթե օրթոգոնալ է, կարող եմ ես գրել ուրա այս սենց։ N-ը սկալար արտադրած V մինուս P-ի հետ տվեց 0։ Ստեղից էլ n P-ն մինուս նշանով, որ տանենք աճումս կդառնա պլյուս նշանով, կստանա սա։ Սա կրկին ինչ է, մեր հարկամայական P դիրքով և n նորմալով հարթության նորմալ հավասարումն է։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է։ Հարթության նորմալ հավասարումը տարածության մեջ R3 նույն տեսքն ունի, ինչ որ ուղղի հավասարումը հարթության մեջ։ Ստեղից ինչ-որ պարզ վարժություններ չեմ ուզում ժամանակ ծախսեմ, և հասկանալի է, որ ոնց որ հարթության մեջ նորմալ հավասարումից ստացանք ընդհանուր հավասարումը, ստեղ էլ նույնը կարող ենք անենք, ինչպես, ահա, ունենք նորմալ հավասարումը, այստեղ որտեղ է, այս սա է, նա վերևում, n-ը փոխարինենք իր կոորդինատներով, էսա n1, n2, n3, գրվեց ստեղ, v-ն փոխարինենք անհայտ x, y, z-ով, դա էլ պետքա, որը հավասարանում է այս պատմությանը, փագծերը բացեցինք պարզապես կամ սկալար արտադրյալ արեցինք, դա պիտի հավասարանի n պես սկալար արտադրյալին, n-ի և p-ի կոորդինատները բոլորը ներկա են, հայտնի են, այսինքն սկալար արտադրյալը տալիս է այս մեծ արտահայտությունը, որ չնայած իր մեծ երկարությանը, պարզապես այսքանը ինչ է,
թիվա, թե ինչ-որ բարդ բան է, թե պարզապես մի հատ սովորական թիվա։ Այս թիվը տանենք հավասարման մյուս կողմ նշանակենք մինուս d-ով, ստեղ պլյուս d կստացվի, ստեղի այս n1, n2, n3-ները փոխարինենք abc-ով, կստացվի այսպես գեղեցիկ ax գումարած by գումարած cz գումարած d-ն հավասար է 0, հարթության հավասարումը կամ ընդհանուր հավասարումը տարածության մեջ։ Փաստորեն տեսեք մենք ինչ արեցինք, թե ուղիղը հարթության մեջ R2 եւ թե հարթությունը R3 տարածության մեջ ունեն վեկտորական հավասարում, պարամետրական հավասարում, նորմալ հավասարում եւ ընդհանուր հավասարում։ Եղավ։